Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հունիսի 7-ի ընտրությունը դրեց օրակարգում։ 476 կողմ, 47 դեմ, 48 ձեռնպահ։ Բանաձևն ասում է, ընտրությունը պետք է լինի ազատ, արդար, մրցակցային և խաղաղ։ Արդյունքը պետք է որոշեն միայն Հայաստանի քաղաքացիները, առանց կեղտոտ փողի, առանց ճնշմաշման ցանցերի, առանց կեղծ պատմությունների։ Տեքստը անունով նշում է ռիսկերը, արտաքին միջամտություն, ապատեղեկատվական արշավներ, կիբերհարձակումներ, ապօրինի քաղաքական ֆինանսավորում և երկրի ներսում օգտագործվող օլիգարխիկ ցանցեր։ Հենց այս հատվածն է նյարդայնացնում որոշ ուժերի, որովհետև սա լոզունգների մասին չէ, սա այն մասին է, թե ով է վերահսկում դաշտը մինչև քվեարկությունը։ Եվրոպան ասում է, անկախ ընտրական վարչարարություն, հավասար քարոզարշավային պայմաններ, մեդիա բազմազանություն, հիմնարար ազատություններ, ODIHR դիտորդություն, դություն, պարզ կանոններ, կոշտ կանոններ, ժամանակն էլ պատահական չէ։ Դրանից հետո Երևանում անցկացվում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և առաջին Հայաստան ԵՄ գագաթնաժողովը։ Հժողովը Հայաստանի համար դա տեսանելիություն է, աջակցություն և ավելի ուժեղ քաղաքական պաշտպանություն վճռորոշ ընտրությունից առաջ։ Մի ճամբարը ուզում է մաքուր ընտրություններ և ուժեղ ինստիտուտներ, մյուսին պետք է մշուշ, վախ, վճարված ազդեցություն, օնլայն աղմուկ